Զանգվածային շահագործման գծապատկեր այս անվանումն է ստացել մեր օրերում նախադեպը չունեցող համաշխարհային հանցագործությունը, որի արդյունքում ավելի քան 16 միլիարդ համացանցային մուտքային տվյալներ, մասնավորապես գաղտնաբառեր, հայտնվել են բաց հասանելիության տարածքում։ Ամենահեղինակավոր ֆինանսատնտեսական Forbes-ն է գրում մայիսին էին տեղեկացրել շուրջ 184 միլիոն գողացված գաղտնաբառերի մասին։ Եթե սա ավախեցնող էր, ապա հիմա հույս ունեն գոնե նստած եք իրենց կարդում։ Պատմության ամենախոշոր կիբերհարձակումն է եղել։ Կրկնում են 16 միլիարդ գողացված գաղտնաբառ։ Վիրուսային ծրագրեր են, որոնք ինչ-որ ձևով հասցվում է օգտատիրոջը կամ ֆիշինգային մեյլի միջոցով, կամ ինչ-որ ֆիշինգային կայքերի միջոցով, ուղարկում են վիրուսային այդ ծրագրերը, սարքի մեջ հայտնվելուց հետո սկանավորում է տվյալները ու ուղարկում է արդեն այդ զեղծարարների սերվերների, դրանից հետո արդեն նրանք ունենում են մուտքանում գաղտնաբառ ու նմանատիպ զգայուն տվյալներ։ Apple, Google, Facebook, Telegram ու նույնիսկ պետական ծառայությունների հարթակների ուղղությամբ են աշխատել զեղծարարները։ Google-ն օրինակ արդեն խորհուրդ է տվել օգտատերերին անցնել գաղտնաբառերից passkey-ների, իսկ Միացյալ Նահանգների Դաշնային քննիչ բյուրոն հորդորում է զերծ մնալ հատկապես SMS հաղորդագրություն եկած կասկածելի հղումները բացելուց։ Հիմնական նպատակը դա միշտ լինում է մի քանիսը։ Առաջինը հիմնականում անձնական տվյալներ են հափշտակում, որպեսզի վերավաճառեն, երկրորդ եթե ինչ-որ կոնկրետ ֆիքսված երկրի վրա հարձակումը գնում, ուրեմն ինչ-որ մարդկանց փորձում թիրախավորեն, ինչ-որ ինֆորմացիաներ ստանան, ներքին նամակագրություններ, ներքին նկարներ, ինչ-որ բաներ, որ փոխանցել են իրար մեջ, ներքին ֆայլեր եւ այլն։ Եվ երրորդը հակամ դա արդեն լինում է քարտային տվյալների արտահոսքի համար, հաքերները այսպես ասած մարդկանց պրոֆիլները որ գողանում են, կոտրում են, այն հույսով են կոտրում, որ այդ պրոֆիլների մեջ կարող են գտնել տարբեր տեսակի հաշվետվամարների մուտքեր։ Ըստ միջազգային հետաքննության կոտրված էջերն ու դրանց ամբողջ տեղեկությունը մութ ցանցեր են հասել եւ հասանելի դարձել համեմատաբար էժան արժեքներով։ Այսինքն այս դեպքում փորձագետի մատնանշած առաջին նպատակն են հետապնդել կիբերխարդախները։ Պաշտպանության միջոցը լավագույնը բարդ գաղտնաբառերն է կիրառելը եւ օգտագործել երկու պլանի վավերացումը բոլոր հարթակներում, որոնք տալիս են այդ հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը հիմա արդեն վստահելի եւ արժանավորված կայքերը ունեն թե ֆինանսական ծառայություններ մատուցող եւ թե սոցիալական ցանցերն ու էլեկտրոնային փոստերը։ Մասնագետները նաև հորդորում են միևնույն գաղտնաբառը, օրինակ Facebook ու Instagram-ի համար մի սահմանեք։ Այդպիսով ձեր հերթին դուք էլ ամուր պարսպապատում եք ձեր օգտահաշիվը։ Մեկը կոտրելուց հետո հիմնականում հասանելիություն են ստանում մյուս բոլոր հարթակներին, քանի որ շատ են դեպքերը եւ մարդիկ նույն գաղտնաբառը օգտագործում են մի քանի հարթակներում։ Մեր երկրում հիշենք, վերջին շրջանում կիբերհարձակումներն ու հանցագործությունները եւս ակտիվացել են։ Ներքին գործերի նախարար Սարգսյանը ժամի հարցինի պատասխան էր նշել, տեխնոզարգացումն ավելի արագ է, քան իրավապահ համակարգի նվաճումները։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։